Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Թագավորներու երկրորդ գիրք 18-րդ գլուխ։ Ափիսողոմ գբարդվի եւ գսպաննվի։ Դավիթ իրեն հետ եղող զորքը աչքի անցուց եւ անոնց վրա հազարաբետներ ու հարյուրաբետներ նշանակեց։ Դավիթ զորքին 1/3-ը Հովապի ցերկը անցնեց, 1/3-ը Հովապի եղբոր Շարուհյան Ափեսայի ցերկը եւ 1/3-ը Քետացի Եթիի ցերկը։ Թագավորը ժողովրդին ասավ. «Անբաժար ես ալ ցեզի հետ բادرազմի պիտի երթամ»։ Բայց ժողովուրդը պատասխանեց. «Մի քար, արտարև եթե մենք փախչենք, անոնք մեզի համար չեն մտահոգվիր, թեև մեր գեսը մեռնի, անոնք մեզի համար չեն մտահոգվիր, բայց թուն մեր 10,000-ին չափես, ուստի հիմա ավելի լավ է որ թուն քաղաքեն մեզի օգնության հասնիս»։ Թագավորն ալ անոնց ասավ. «Ցեզի հաջելի եղածը պիտի անեմ»։ Թագավորը թրանքով գայնեցավ, մինչ ամբողջ զորքը հարյուրներով եւ հազարներով դուրս կելներ։ Թագավորը Հովապի, Ափեսայի ու Եթիի բադվիրեց. «Իմ սիրույս համար երդասարդ Ափիսողոմի հետ մեղմորեն վարվեցեք»։ Երբ թագավորը Ափիսողոմի մասին բոլոր բեդերուն բադվիրեց, ամբողջ զորքը լսեց։ Զորքը դուրս ելավ Թաշտը, Իսրայելի թեմ։ Բادرազմը Եփրեմի անդարին մեջ եղավ։ Հոն Իսրայելի զորքը Դավիթի ծառաներուն առջև բարձվեցավ։ Այդ օրը մեծ գոդորած եղավ հոն ու 20,000 մարդ ինգավ։ Հոն բادرազմը ամբողջ երկրին վրա դարածվեցավ եւ այդ օրը անդարը սուրին սպարածեն ավելի ժողովուրդ սպարեց։ Ափիսողոմ Դավիթի ծառաներուն հանդիպեցավ։ Ափիսողոմ ճորիի վրա հեծերեր։ Ճորին մեծ Փեվեգնիի թավ ոստերուն դակ մտավ։ Անոր գլուխը Փեվեգնիեն բռնվեցավ ու երկինքի եւ երկրի միջև գախված մնաց, իսկ դագը եղող ճորին անցավ գնաց։ Մարդը զայն տեսնելով Հովապի պատմեց. «Ահա Ափիսողոմը Փեվեգնիը գախված տեսա»։ Հովապ իրեն իմացնող մարդուն ասավ. «Ահա թուն զայն տեսար, ինչու զայն հոն քեդին չզարգիր։ Այնադեն քեզի 10 սիգ արձատ եւ քոդիմը գուտայի»։ Այդ մարդը Հովապի ասավ. «Եթե ափիս մեջ 1000 սիգ արձատալ թրվեր, թագավորին որդին վրա ցերկս չէի երկարեր։ Արտարև մենք լսեցինք թագավորին բադվերը քեզի, Ափեսայի ու Եթիի, երբ ասավ. ուշադիր եղեք, որ ոչ մեկը երդասարդ Ափիսողոմի թփչի։ Եթե թագավորին բադվերը մտիկ չնեի, իմ կյանքս վտանգի մեջ պիտի տնեի։ Արտարև ոչինչ թագավորեն կբահվի, ու թունալ ինձի թեմ պիտի գնայիր»։ Հովապ ասավ. «Ես քո արջևդ այսպես պիտի չսպասեմ»։ Եվ իր ցերկը 3 քեղարդ առնելով զանոնք Ափիսողոմի սիրտը խոթեց, երբ անդագավին ողջ էր Փեվեգնիին վրա։ Հետո 10 երդասարտներ Հովապի զինագիրները շրջապատելով Ափիսողոմը զարգին ու զինք մերծուցին։ Հովապ շեպոր հնչեցուց եւ զորքը Իսրայելը հալածելեն վերադարձավ, քանի որ Հովապ զորքը զսպեց։ Ափիսողոմը արին զայն անդարը մեծ փոսի մեջ նետեցին ու անոր վրա հուժ մեծ քարագույտ մթիզեցին։ Ամբողջ Իսրայելը փախավ, յուրաքանչյուրը իր վրանը։ Ափիսողոմ ողջ եղած ադենը արծամ արերեր եւ զայն իրեն համար թագավորի հովիդի մեջ կանգնեցուցերեր ասելով. «Որդի չունիմ որ իմ անունից հիշադակը բահե»։ Ուստի այդ արծանը իր անունով գոչերեր, ան մինչև այսօր Ափիսողոմի հուշարձան կգոչվի։ Ափիսողոմի մահը գիմացվի Դավիթի։ Սատովգի որդին Աքիմաս ասավ. «Այժմ վազեմ ու թագավորին ավիդիս տանիմ, թե դերը իր թադը պաշտպանեց ու զինք իր թշնամիներուն ցերկեն ազատեց»։ Հովապ անոր ասավ. «Թուն այսօր ավետապեր պիտի չլաս, ուրիշ օրը ավիդիս տար, բայց այսօր ավիդիս պիտի չտանիս, որովհետև թագավորին որդին մեռավ»։ Ապա Հովապ Քուսի ասավ. «Քնա դեսածը թագավորին պատմե»։ Քուսի Հովապի երկրպագեց եւ վազելով քնաց։ Սատովգի որդին Աքիմաս դարձյալ Հովապի ասավ. «Ինչ որալ ըլլա գաղերսեմ, ես ալ Քուսի ետևեն վազեմ»։ Հովապ ասավ. «Ինչու վազես, որդիս, քանի դանելիք ավիդիս մը չունիս»։ Ան ասավ. «Ինչ որալ ըլլա վազեմ»։ Ինքան ալոր ասավ. «Վազե»։ Աքիմաս Թաշտին ջամփայով վազեց ու Քուսիեն անցավ։ Դավիթ երկու թռներու մեջտեղ նստած էր։
Թեդը թրան դանիքին վրա թեբի բարիս բկնած եւ աչքերը վերցնելով դեսավ թե ահա մարդը մինակ կվազեր։ Այն ադեն թեդը քոչելով թակավորին իմացուց ու թակավորը ասավ. Եթե մինակ է անոր փերանը ավետիս կա։ Մինչ անգուքար եւ գմոդենար թեդը ուրիշ վազող մնալ դեսավ։ Թեդը թռնաբանին քոչելով ասավ. ահա ուրիշ մարդ մնալ մինակ կվազե։ Թակավորը ասավ. անալ ավետապեր է։ Թեդը ասավ. առաջինին վասկը Սատովգի որդին Ակիմասի վասկին բես կերևնա ինձի։ Թակավորը ասավ. անիգա բարի մարդ է ու բարի ավետիսով գուքա։ Ակիմաս քոչելով թակավորին ասավ. ողջույն ու թեմքի վրա քեդին ինալով թակավորին երգրբակեց եւ ասավ. օրտնյալը լա դերը քո աստվածդ, որ իմ դիրոջս թակավորին թեմ ցերկ բարձրացնողները քու ցերկդ մատնեց։ Թակավորը ասավ. երդասարդ Ափիսողոմը ողջ առողջ է։ Ակիմաս պատասխանեց. երբ հովապ թակավորին զարան ուզիս քու զարատ ղրգեց, մեծ բազմությունը դեսա, բայց ինչ ըլալը չհասկացա։ Թակավորը ասավ. դարձիր եւ հոս կայնե։ Անալ դարձավ ու գայնեցավ։ Եվ ահա քուսի եկավ ու քուսի ասավ. իմ դիրոջս թակավորին ավետիս կուտամ, թե բոլոր քեզի թեմ գանքնողներուն ցերկեն դեր այսօր քեզ ազատեց եւ թադդ պաշտպանեց։ Թակավորը քուսի ասավ. երդասարդ Ափիսողոմը ողջ առողջ է։ Այն ադեն քուսի պատասխանեց. իմ դիրոջս թակավորին թշնամիները ու չարության համար բոլոր քեզի թեմ գանքնողները այդ երդասարտին բես ըլլան։ Թակավորը վրդովեցավ, թրան վերնադուն ելավ ու լացավ եւ քալելով սագսեր. Որթյագս Ափիսողոմ, Որթյագս Ափիսողոմ, Երանի թե քու դեղդ ես մերնեի, Ափիսողոմ, Որթյագս։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։